Շատ լավ էր ստացվում։ Եվ, երեխեք, ես ինչ գործի եք։ Հեչ նստացենք։ Բա այդ ինչ եք գրում։ Բան, դե պարապ ենք մնացել, ասացինք բանաստեղծություն գրենք, էլի։ Հա, հələ տուր կարդամ։ Թողումնա հետո կարդաս, դեռ չեմ վերջացրել։ Հա, ոչինչ տուր կարդամ, երկու բան էլ ես կավելացնեմ իմ կողմից։ Ես ինչ բանաստեղծություն է։ Ա։ Մի րոպե հələ։ Երիկ մենակ չասես, որ Գոհարիկին տառերներ սովորացնում։ Գոհարիկ լուրջ։ Ոնց կարա մարդ էս տարիքում անտառաճանաչ լինի։ Ում ասեմ չի հավատա։ Քո արածը քո դուրը եկավ։ Հա, բայց ես ինչ արեցի։ Սաքո, դու ոչ մեկին չես ասի, որ իմանտեղ քեզ հավատան, հասկացար։ Հա, բայց Երիկ ջան, ծիծաղալու չի, որ մարդը տարիքում տառերը չգիտի։ Ու դու լուրջ մտածում ես, որ ես խնդալու, յա։ Ուզում ես քո համար ավելի ծիծաղալու բաներ պատմեմ։ Գիտես, որ մարդկա շորի խնդիր ունենալու պատճառով չի գնում դպրոց։ Մարդկա խաղալու փոխարեն գնում է սունկ հավաքելու, որ ծնողների հոգսը գոնե մի քիչ թեթևացնի։ Մարդկա այս սվին ընդհանրապես սմարթֆոն չունի ու չի էլ մտածում, որ ունենա։ Ուզում ես հիմա ասեմ ինչն է իմ համար ծիծաղալու։ Իմ համար ծիծաղալուն այն է, որ մարդը դպրոց գնալու խնդիր չունի, բայց գնում է դպրոց ու ոչ մի բան չի սովորում։ Ու մարդկա, որ սմարթֆոն ունի, բայց այս սմարթֆոնը օգտագործում է անկապ վիդեոներ նկարելու համար։ Դե հիմա իմ ասածները վերլուծի ու ինչքան ուզում ես ծիծաղա,